Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում է Փաշինյանին, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ շնորհակալություն հայտնեց Թուրքին։ Հիմա այսքանից հետո ձեր կարծիքով Փաշինյանին ցայն տվող կլինի։ Չէ, իմ կարծիքով չէ։ Թուրքիան, Ադրբեջանը մեր թշնամիներն են։ Ինչու՞ պիտի անպայման ինքը ուրիշների թելադրանքով միշտ առաջնում։ Թուրքիան 21 թվականի փետրվարին, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբը հայտարարեց, որ թույլ չի տա ժողովրդի հանդեպ ճնշումներ, միանգամից հայտարարություն տարածեց, որ թույլ չի տա իշխանափոխություն Հայաստանում, այսինքն իրանք ունեն հարմար իրանց համար ընդունելի ղեկավար եւ ամեն ինչ անել են, որովհետեւ պահպանեն։ Իսկ դրանից ելնելով Փաշինյանին ցայն կդան թե չէ, ենթադրում եմ, որ դա իրականում ունենալու է շատ չնչին ազդեցություն ցայն տվողների համար։ Բայց Թուրքիա ինչ իրավունք ունի մեր նախագահին ընդունելու կամ չընդունելու։ Քանի որ մենք ցավելով Թուրքի հետ չենք ունեցել, որ այդ կոդվորումները մեր արժի կոդվորումը Թուրքն է։ Աշանել է մասերի մեծ Հայաստան դարձել է կայքազիներ։ Եվ դրա համար ես համաձայն Թուրքիի ու Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես չի լինելու, Ազիզ ջան, չի լինելու, ինքը ծախեց երկիրը, Հայաստանը կկործանե։ Չէ, բոլորովին, ես այնպես չէի տա, ոչ Ալեն Սիմոնյանն է թուրք, Փաշինյանն է թուրք։ Ընդհանրապես, եթե ժողովուրդը գիտակցության կա, դի ցայն չդան, դաժե մեծ ցայնը բդի չեն, ինքը Իրանը բդի ցայն չդա, այդ կարգի, ինքը Իրան բդի կնդագարեր, գյուլեր բդի ճապտից, պատերազմ, պարդվելուց հետո, պատմության մեջ էլ այդպես բան, դեպք չի եղել, որ հանգարց, ինչ որ մի հատ պարդված երկրի ղեկավար, կամ գլոխն են կտրե տարե դրել են դեմերը, կամ ինքը Իրան, Հիտլերն ինքը Իրան գյուլեց, ինքը Իրան խփեց, պատմության մեջ այսպես դեպք չի եղել, որպես անասուն ժողովուրդ երտան ընդրեն։